Ժամանակը կյանքում ու բիզնեսում ամենաթանկ բանն է ու հաճախ լսում եմ. ես էլ եմ ցանցային բիզնեսում, այն մյուս մարդն էլ է ցանցային բիզնեսում, ինքը արդեն վաստակում է իր բիզնեսով 700,000, 800,000, ես իր հետ նույն օրն եմ սկսել բիզնեսը, բայց ես վաստակում եմ դեռ 50,000, ինչու՞մն է խնդիրը։ Իհարկե խնդիրները կարող են տարբեր լինել, ես հիմա չեմ կարող գուշակություններով զբաղվել, բայց կա մի բան, որը ես նկատում եմ։ Դա այն է, որ մարդիկ ինչպես են տիրապետում իրենց ժամանակը, ինչի վրա են ծախսում իրենց ժամանակը։ Խորհուրդս քեզ, եթե դու նստում ես աշխատելու, արա այն աշխատանքը, որը քո համար ամենադժվարն է։ Բացի ցանկը, դու գրի ցանկի մեջ, դու ինչ ես պատրաստվում անել, ու արա այն գործը, որը ամենաքիչն ես ուզում անես։ Ու վերջում արա այն գործը, որը ամենահեշտն է ու ամենաշատն ես ուզում անես։ Այն գործը, որ մենք ուզում ենք անենք ամենաշատը, ու քանի որ ինքը նաև ամենահեշտն է, ամենահավեսն է, ոչ միշտ է ինքը պրոդուկտիվ։ Ու կան բաներ, որոնք դու վախենում ես անես, որոնք դու չես կարողանում անես, դժվարանում ես անես, բայց դու գիտակցում ես, որովհետև եթե դու ցանցային բիզնեսում ես, եթե դու արդեն այդքան լուրջ մարդ ես, որ որոշել ես այդ բիզնեսը սկսես, դա նշանակում է, դու գիտես, դու կարևորը ինչ պիտի անես, ու դու հնարավոր է վախենում ես անես, հնարավոր է դու վախենում ես զանգել համապատասխան մարդուն, ասել այն, ինչ դու պիտի ասես իրան, հնարավոր է դու վախենում ես վարել քո բլոգը, հնարավոր է դու, կան բաներ, որոնք մենք իրոք, ամեն մեկի համար դժվար է, օրինակ իմ համար բլոգը դժվար չի, բայց կան բաներ, որ քո համար է դժվար ու դու գիտես, որ դա կարևոր է, ուրեմն ամեն ինչ դիր մի կողմ, երբ որ արթնանում ես, առաջին հերթին արա դժվար բաները, եւ լսի Բրայան Թրեյսի այդ շատ լավ գիրքը կոչվում է «Կեր գործը», ռուսերեն կա, «Ես լягушку» գիրքը աուդիո վարիանտով կա, անպայման լսի, քեզ շատ կօգնի։